Բարի երեկո Դավիթ ջան, Ողջույն։ բարի ողջույն եւ բարի երեկո մեր սիրելի դիտորդներին։ Ողջույններս։ Կրկին ուրախ եմ քեզ տեսնել մեր եթերում, Դավիթ ջան, եւ կարծում եմ այսօր էլ հետաքրքիր թեմաներով զրույց կունենանք։ Ինչ Տեսնենք, կասես, տեսնենք։ փորձենք։ Ուրեմն, ինչպես ասեմ, թե նկատողություն ասեմ, թե դիտողություն ասեմ եւ նաեւ ինչու ոչ, նաեւ հարցեր մեր հաղորդման տակ հայտնված կցանկանամ սկզբի համար դրան անդրադառնանք, որից հետո արդեն կխոսենք մնացած թեմաների մասին։ Պատրաստ ես ընթերցեմ։ Սիրո, Ահա։ Առաջինը, այսպես է գրել Անահիտ անունով մի անձնավորություն, Աստծո դատաստանի օրը շատ մոտ է։ Տեր Հիսուսը վերադառնում է, մենք այն սերունդն ենք, որ ականատես ենք լինելու հայտնության գրքի էջերը հերթով թերթվում են, բան չմնաց։ Ապաշխարեք, ընդունեք միակ ճշմարիտ Աստծուն, նա է ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, այլապես գեհենը կգնաք։ Դավիթ ջան, չգիտեմ ով է մեր տեղը որոշը թե մենք ուր ենք գնալու, ամենայն դեպս մի հատ կուզեմ տեսնենք էլի լուրջ նկատողություն է գեհենի հետ կապված եւ ինչ ասել է առասարակ գեհենը եւ իրանք առասարակ գեհենը ասոցացվում է կրակե լճի հետ, որտեղ կլինեն Ները, Սատանան եւ Սուտ Մարգարեն, այնտեղ մենք էլ կլինենք նրանց հետ, ու Հավիտյանս Հավիտենից կայրեմ ենք եւ տվյալ անձնավորությունն էլ ասում է պայմանը էսա, եթե չէ գեհենն են գնալու, կցանկանամ մի փոքր այս մասին զրուցենք, ինչ կասես, մախոցինն է, ինքս պետք է խոսամ։ իհարկե, Նախ սկսենք սրանից, որ չգիտեմ նկատողություններ թե ինչ, ամենայն դեպս սկսենք նրանից, եթե այդ խոսքերը ոնց որ հասկացա Սուրբ Գիրք, այսինքն ավետարանի հիման վրա էր ասվում եւ ասողը խորը հավատացյալ է, այսպես կարելի է ասել, որը շատ գնահատելի է իր դաշտի չափանիշների մեջ, նույն այդ գրքից մեջբերում անեմ, որպես նաև ի պատասխան, որովհետև այդ գրքում ասում է մի դատիր, որ չդատվես։ Շատ հեշտ է դատելը մարդկանց եւ առհասարակ կարդալ եւ չճանաչելը, աշկ ունենալ չտեսնելը, ականջ ունենալ չլսելը շատ է տարածված, նման խոսքեր ասելով, եթե այդ գրքի իմաստության կրողն ես, նաև պետք է չմոռանաս, որ գրված է մի դատիր, որ չդատվես։ Ինչ վերաբերում է երկրորդ գալուստին, խոսել ենք նման թեմաներով եւ շատ կարեւորում եմ նաեւ այս հարցը, որ շնորհակալ եմ Անահիտին, եթե Անահիտ էր անունը գրառումն անողի, իրոք շնորհակալ եմ, որովհետեւ առիթ է տալիս նորից զրուցելու նման թեմայի շուրջ, դա ինչ որ միտեղ էլ ցույց է տալիս, որ մեր զրույցները եւ առհասարակ այժմյան եթերները, որ լցված են նմանատիպ որոշակի ինֆորմացիաների տարածմամբ, մարդկանց էլի հասանելի չի շատ բաներ։ Այն առումով, որ առաջին հերթին պետք է փորձենք ճանաչենք այն ինչ որ ընթերցում ենք, ճանաչելու դեպքում կհասկանանք, որ նույն Հիսուս Քրիստոսը ինքը ամեն իր քայլափոխին, ամեն մի գործունեության ժամանակ ինքը հուշում եւ հասկացնում էր, որ ձեր ներսում է լույսը, որը կնշանակի նաեւ, որ առաջին հերթին երկրորդ գալուստը լինելու է մեր ներսում, ամենքից ներսում մեր իսկ ճանաչողության միջոցով, ասելով եկեք իմ հետևից, Քրիստոս ի նկատի ուներ բառիս բուն իմաստով գնալ նույն ճանապարհով եւ հասնել նույն լույսին, այսինքն արժանանալ քրիստոսացման։ Ամենայն դեպս ինքս ընկալում եմ, որ Հիսուս Քրիստոսի ամեն մի խոսքը եւ նման էակները առհասարակ ոչ մի խոսք անիմաստ տեղը չեն ասել եւ խոսքի գինը լավ են իմացել։ Իսկ եթե մենք նայում ենք այդ ընկալմամբ եւ Հիսուսի այն խոսքը, որն ասում է եկեք իմ հետևից, ուղղակիորեն
դա ցույց է տալիս, որ պետք է գնալ նույն ինքնաճանաչման այն ճանապարհով, որը տանում է դեպի քրիստոսացում, որովհետև երբ Հիսուսը գնաց եւ լույսի վերածվեց, քրիստոսացավ, իր հետևից գնալը միայն դեպի տանում է քրիստոսացում։ Եթե ինքը փոստն է գնել, մենք էլ հետևից գնալուց փոստն ենք գնել։ Իհարկե ամենևին պետք չի ուղիղ գծով հասկանալ, որ նույն ժամանակների պես պետք է խաչը հանվենք, գուցե ուրիշ ձևով մեր խաչը կրենք, մեր ժամանակների համահունչ։ Իր հետևից գնալ կնշանակի էլի հեքիաթների օրինակով բերեմ, որ մի քանի անգամ ասել եմ, որ լույսին կամ բարձրագույն կետին հասնելու ամենաառաջնային կարևոր գիտակցումը նա է, որ ճանապարհ գնալու համար ճանապարհը հեշտությամբ չի տրվում եւ ցավով է լինում, դժվարությամբ է լինում, նույն մատը կտրել, աղցանել եւ արթուն մնալու շնորհիվ։ Եվ Հիսուսի հետևից, Քրիստոսի հետևից գնալ կնշանակի այդ ցավի ընկալումը ունենալ։ Լավ կլինի, որ ավելի հարթ լինի այդ ճանապարհը, իհարկե լավ կլինի։ Ինչ վերաբերում է երկրորդ գալուստին, իրավի երկրորդ գալուստը երբեք չեք տեսնի, եթե ձեր ներսում չզգացիք դա։ Նույն Հիսուսի ներկայության ժամանակ իր շրջապատում նույն իր եղբայրներն ու քույրերը իր Քրիստոս լինելը չէին ընկալում, որի օրինակն է նա, որ երբ ասում են քո եղբայրներն ու քույրերն են գալիս, քո մայրն է գալիս, ասում ես մայր ու եղբայրներ չունեմ, նրանք իմ մայրն ու եղբայրները ովքեր իմ խոսքը լսում են, այսինքն ընկալում են, ճանաչում են ու տեսնում են ում հետ գործ ունեն։ Եվ պատմության մեջ ընդհանրապես մի դրվագ է նշվում իր եղբայրների քույրերի մասին, երբ որ ինքը գնում է իր ծննդավայր եւ շրջապատող մարդիկ իր ընկերները մանկության եւ այլ ասում են սա նա չի, ում քույրերին մենք ունենում ենք, մեր մոտ ում եղբայրներին ճնշում ենք եւ այլը, սրա բերանից ինչպես կարելի ասենք նման իմաստուն խոսքեր լսել եւ այդ ամենի պատճառով միակ տարածքն է երևի Հիսուսի գնացած, որտեղ հրաշքներ չի գործում։ Եվ ի պատասխան այդ ամենի Հիսուսը ասում է մի հայտնի խոսք, որը հայտնի է դարձել, ասում է, որ մարգարեները յուր գավառներում չեն ընդունվում։ Իհարկե ինքս մեզ չդնեմ մարգարեների տեղ, դրա մասին չի խոսքը, բայց շատ նորմալ եմ տանում, եթե այս նույն եթերները մի այլ մայրցամաքի կողմից մի այլ մեկը նմանատիպ եթերներ ասել եւ այդ մարդիկ ավարտած լինեն Հարվարդի համալսարանը կամ Քեմբրիջի համալսարանը կամ նմանի բարձրագույն ինստիտուտ, հաստատ ավելի ուրիշ ձև կընդունվեր այս խոսքերը։ Ինչ վերաբերում է երկրորդ գալուստին, իրոք եթե մեր ներսում մեր ինքնաճանաչման այդ գիտակցությունը չբարձրացնենք, հա, չընկալենք տիեզերքի ամեն մի մասնիկը եւ մեզ էլ չընկալենք այդ մասնիկներից մեկը, ինչպես կկարողանանք տեսնել երկրորդ գալուստ կամ առհասարակ խոսել այդ մասին, նույնիսկ իրավունք չենք ունենա, կամ լավագույն դեպքում անգիտորեն խոսակցության մակարդակում կարանք մնանք, որովհետև երբեք երկրորդ գալուստը չի լինելու այն պատկերացմամբ, որը նկարագրված է, այդպես ներկայացված է, որպեսզի մարդկանց համար, ոչ կրագետ մարդկանց համար ավելի ընկալելի լիներ եւ մի փոքր վախերի մեջ պահելու գործիք էր դա, որ ավելի կազմավորվեց եւ խորացավ հենց միջնադարի ժամանակաշրջանում, նկարագրվեց աստվածային էակների ամպերի վրա նստած ինչ-որ պապիկներ, շատ դաժան պատկերներ, նկարներ նույնիսկ տեսքով այդ դատաստանը այդ ամենը նկարագրվեց եւ վախի սերմանման միջոցով մարդկանց համար անհասանելի դարձավ այն գաղափարը, որ ամեն մեկը պետք է գնա Քրիստոսի հետևից եւ իր ներսում ծնի Քրիստոս կամ իր ներսի Քրիստոսը, այսինքն հոգին, լույսը կարող է մեծացնել այնքան, որ ինքն էլ հասնի քրիստոսացման գաղափարին։ Եվ մնաց մարդկանց մեջ անհասանելի մի միֆ, որ մենք պետք է հավերժ սպասենք, մինչև ամպերի վրա նստած մի էակ կգա, կասի ես եմ
Քրիստոսը եւ վերջ։ Եթե մենք Քրիստոս գաղափարը որպես անհատի սահմանափակ, հա, անհատի կերպարով ենք տեսնում, նա առնվազն մեր ճանաչողությունն է սահմանափակում, որովհետև քրիստոսացում կամ Քրիստոս նշանակում է ոչ թե անհատ, այլ լուսավորյալ, լույս, հավերժական լույս, որը չունի սահմաններ, որը չունի մարմին։ Այդ ընկալումը գուցե մի քիչ բարդ կլինի շատերի համար, մի քիչ շատ ավելի որոշակի Անդրնելի է։ որոշակի խորքային շերտեր է պետք ճանաչել ավելի ընկալման համար, ամենայն դեպս սա թող լինի որպես պատասխան եւ ընկալումը պետք ունենալ, որ մենք ամեն մեկս ապագա Քրիստոսներ կարող ենք լինել, ունենալով մեր ներսում Քրիստոսի լույսը, իսկ աճեցնելու, մեծացնելու եւ գիտակցական մակարդակով, հա, գնալով այդ ճանապարհով Քրիստոսացման, Քրիստոսի անպայման ի վիճակի կլինենք ոչ թե մենակ Քրիստոսի տեսնելուն, երկրորդ գալուստը տեսնելուն, այլ այդ երկրորդ գալուստը կտեսնենք հենց մեր ներսում, որտեղ երկրորդ գալուստը ամենաառաջին ձևով արտահայտվում է ամեն գիտակից ինքնաճանաչման հասած մարդու ներսում, ինչպես Հիսուսն է ասում, պետք չի գնալ հանրային ձևով, հանրային տարածքներում աղոթքներ անել, այլ մտեք ձեր ներս, փակվեք ձեր սենյակում, արեք ձեր աղոթքը այնպես, որ գաղտնի լինի եւ միայն այդ ժամանակ լսելի կլինի։ Այսինքն այդ դաշտը ամեն ձևով Հիսուսը տանում էր դեպի մարդու ամեն մի անհատի ներս, որովհետև եթե գործ չունենք մեր ներսի հետ եւ ամեն օր սպասում ենք դրսից ինչ որ մի փրկության, երբեք այդ փրկությունը չի լինելու դեպքում էլ մուրասկանության տեսքով է լինելու, եթե մեզ դուր է գալիս այդ ողորմության տեսքը, որ նստելու ենք, սպասենք ինչ որ մի բանի, լավագույն դեպքում ինչ որ մեկը հայտնվելու է, մի քանի մանրադրամ խորհրդանշաբար ասել, դնելով մեր առաջ, հա, գնալու է, մենք մնալու ենք էլի մուրացիկ եւ այդ երկրորդ գալուստ անողը, որ մեր առջև դնելու է այդ մանրադրամը, ինքը կանգնած վիճակում ավելի բարձր կետում գտնվելով անցնելու է գնա, բայց մենք իր հետևից եւ նույնիսկ իր շորին կպնելու, հագուստին կպնելու չենք արժանանալու, որովհետեւ մեր ներսի լույսը այնքան ցածրում է գտնվելու, որ չի կարող ուղղակիորեն արժանանալու համար գոնե պետք է կարողանաս ոտքի կանգնած լինել այդ փոշոտ գետնից, հավասարվել տվյալ էակին ու իր հետ կարողանաս կամ արժանի դառնաս քայլելու, հա, եւ ոչ թե կարժանանաս մանրադրամին, որը ոչ մի հարց չի լուծելու, այլ կարժանանաս հավասարին քայլելու, զրուցելու, ընկերանալու։ Ինքդ կլինես այդ ամենի ժառանգորդը նաև։ Իհարկե։ Այո, դու կլինես ժառանգորդը, այլ ոչ թե ողորմության սպասողը չես լինի, այլ ժառանգորդը, որովհետև հենց այդտեղ էլ Քրիստոսն ասում է, որ իմ գալուստը գողի պես է լինելու, այսինքն հենց դա է, որ ամեն մեկը ինքն իր ներսում լուսավորվելով հասկանում է ինքնով, բայց դիմացիները չեն իմանում։ Հենց դիմացիները չեն ճանաչում, որ քո մեջ ինչ խմորումներ է գնում։ Հենց սրա մասն է խոսքը, հետո այնտեղ շուռ տվեցին ու ասեցին ամեն աշկ պետք է տեսնի Քրիստոսի գալուստը, դա էլ այո, երբ որ մենք կդառնանք ինքնաճանաչ եւ մենք կլուսավորվենք մեր նմաններով կճանաչենք միմյանց, ամեն աշկ այժմ կտեսնի այդ գալուստը, որ դարաշրջանի մեջ այդ էվոլյուցիոն թռիչքը կկատարվի։ Նաեւ կա այլ օրինակներ այդ ամենի համար, այդ ամենը ցույց տալու համար, հա, նույն Հիսուսը ինչպես է ասում, այդ որ դու ասեցիր, լավ ցիտեցիր, ես կարելի եմ գախնի եւ այլն, հա, նույն օրինակով հուշեմ, որ Հիսուսը ինչպես է ասում, երկրորդ գալուստի ժամանակ կբաժանեմ երկու մասի խմբերի եւ կասեմ ես եկա, դուք ինչ ընդունեցիք, ես եկա, դուք ինձ հաց տվեցիք, կերակուր տվեցիք, ես եկա, դուք ինձ տեղ տվեցիք եւ այդ խումբը կասի, բայց մենք երբեք քեզ չենք տեսել,
ոնց են քեզ տուն ընդունել, հաս տվել, կերակուր տվել, քնել տեղ տվել, ասում է ես կասեմ ձեզ, որ ինքս ամենքի մեջ էի, երբ որ բանտարկյալ էի եկա ու դուք ընդունեցիք, երբ որ մուրացիկ է եկա ու դուք օգնեցիք եւ այլ, այսինքն ամենքի ներսում եմ եւ ասում եմ նույն բանը կասեմ մյուս խմբին եւ կասեմ դուք չընդունեցիք, չընկալեցիք, այս չարիք, այն չարիք եւ նույն ձևով պատասխանում է, որ ես եկա այն մուրասկանի տեսքով, այն բանտարկյալի տեսքով, չէ, հենց ինչ կցուցանի, որ ինքը իր երկրորդ գալուստը ամեն մի արթուն մարդու միջոցով է առաջին հերթին եւ երբ որ նույն Հիսուսի խոսքը իր ժամանակում չէին ընդունում հերա ռաբինները, եկեղեցիականները, իր տարածքի կրոնի ջատագողները եւ հավատացյալ մարդիկ, որովհետեւ այդ մարդիկ սերնդեսերունդ այդ հավատքի, այդ կրոնի կրողներն էին, հա, եւ Հիսուսին չընդունելով խաչը անեցին, որովհետեւ մի նոր բան էր ասում, իսկ իրանք էլ սպասում էին իրենց փրկչի գալուն, ասում էին դու ես ինչ կեղծիքներ ես ասում, եւ իր ժամանակների համար պատիժ արեցին։ Իհարկե հիմա մեր հետևորդներից մեկը փորձում է իր ձևով պատիժի տեսակ օրինել, նման գրառում անելով, բայց մոռանալով, որ նույն Հիսուսն ասում է ես գալու եմ տարբեր մարդկանց տեսքով, հուշում անելով, հղում անելով, որ ամեն մարդու ներսի հոգին դա մի փոքրիկ Քրիստոս է, եւ ով կարթնացնի, կմեծացնի այդ լույսը, այդ հոգին, ես իր ներսում ավելի շատ կլինեմ, ու այդ տեսքով եմ գալու, այդ իր տեսքով խոսք ասեմ, ինչ որ մի բան փոխանցեմ կամ բան ուզեմ եւ դուք չեք ընդունելու ինձ կամ ընդունելու եք, ով կընդունի մի այլ խումբ կներկայացնի, ով չի ընդունի մի այլ խումբ կներկայացնի։ Խոսքը հենց դրա մասին է։ Պարզ ասվում է, ընդհանրապես պետք է կարդալ, շատ պետք չի փիլիսոփայել եւ շերտերի արանքը մտնել։ Պետք է պարզ կարդալ, առաջին հերթին պարզ խոսք ընկալել եւ երկրորդ հերթին նոր թաքնագիտական շերտեր փորձել ընկալել։ Մի խոսքով այստեղ խոսքը հենց Քրիստոսա գիտակցության մասին է, որը հենց նշանակում է պայծառացած միտք։ Դրա մասին էր խոսում Հիսուս, երբ որ Քրիստոսը շատերը համարում են ցավոք սրտի ազգանուն է Հիսուս։ Կարծում են թե Հիսուս, Քրիստոս ազգանուն եւ օծյալ Մաշիախ, որը այդպես է կոչվում եբրայական լեզվով, բայց ես կասեմ, որ դա կոչում է ոչ թե անուն ազգանունը կամ ինչ որ դիմելու ձևը, այլ հենց լուսավորությունը, լուսավորյալ։ Խոսել ենք այդ մասին, ասել ենք այդ մասին, իհարկե, որ Քրիստոս դա ազգանուն չի, անուն չի, դա վիճակ է, դա մի երևույթ է, վիճակ է, Քրիստոսացում նշանակում է լուսավորում, ով հասնում է բարձրագույն լուսավորման, դա նշանակում է Քրիստոսացում։ Լուսավորման տարբեր էտապներ կան, դա ամենաբարձրագույն էտապն է։ Շնորհակալ եմ, իդեպ շնորհակալ եմ, նորից շնորհակալ եմ Անահիտին նման գրառում անելու համար, ասեմ շատ հարցեր կան, այսքան խորը չեն, ինչքան նման գրառումը, որի համար իրոք շնորհակալ եմ։ Այնպես որ նման քարգոծումներով ավելի են ամրացնում ինքնաճանաչման ճանապարհը գնացողի միտքն ու գիտելիքը, որովհետև դա առիթ է տալիս վերստին դեպի ներս գնալու, փորփրելու, պեղելու եւ նոր հարցերի պատասխաններ գտնելու։ Դրա համար միանշանակ շնորհակալ եմ եւ շնորհակալ լինելու եմ միշտ, այնպես որ բացասականից ավելի շատ ինֆորմացիա ենք ստանում, չկա չարիք առանց։ Դժվարությունները մեր ուսուցիչներն են, դժվարությունները մեր ուսուցիչներն են, հարմարավետությունը կամ կոմֆորտ կոչվածը ընդհանրապես մեզ թմբիրի մեջ պահող գործիքներ են։ Համաձայն ասում ենք այդ մասին, անդադ կրկնվելը գիտության մանր է, ոնց որ ասում են, շատ կարևոր է, որովհետև շատ հետաքրքրական է, երբ մարդ լսում է այդ մասին, բայց շատ
հեշտությամբ մոռանում է, երբ հարմարավետություն է իրեն առաջարկվում։ Հարմարավետությունը շատ կարճ ժամանակ հանգիստ վայելելու համար ընդհանրապես լավ գործիք է, բայց ոչ մնալու այդ տեղում։ Եթե այդպես չլիներ, Հիսուսը այնքան լավ հարմարավետ կարեր ապրեր, բայց ինքը ընտրեց անապատի փորձությունները, ընտրեց այդ բոլոր դժվարությունները եւ ընտրեց խորհրդանշ հանդիսացած խաչելության process-ը, ցույց տալով, որ դրախտ երբեք չեն գնում առանց դժոխք մտնելու։ Լուիսը ծնվում է քաոսից, սկզբում նա պետք է հայտնվես քաոսի մեջ, Այո։ որից հետո նշվում է լույսը։ Ես ուրեմն երբ որ այս ամեն ինչը որոշել էի, որ պետքա եթերներ ունենամ, ինքս իմ առաջ այդ հարցը էգոյի տեսքով եկավ ինձ, ասես, բայց դու պատրաստ ես այս ամենը անելու, չէ՞ որ քեզ գալու են, անիծելու են, հայոյելու են, անպատվելու են, դու պատրաստ ես սա ընդունելու։ Ես իմ ներսում ասել եմ, այո, պատրաստ եմ այս բոլոր պիտակների մեջով անցնելու, բայց այն ժողովուրդը, որի համար ես ուզում եմ սա անել եւ պետք է այն ժողովրդի ձեռը գիտելիք ընկնի, ես այս բոլորս անց եմ անում։ Ոչինչ թող անպատվեն, ոչինչ թող ցեխոտեն, լվացվել է կաուկա կմաքրվեն։ Շնորհակալ եմ եղբայրից, շատ հետաքրքիր պատասխանեցիր հարցին եւ կան մարդիկ, ովքեր հարցնում են ինչպես կապվենք Դավիթի հետ եւ արդյոք նա խմբերի հետ աշխատում է, ինչ պայմաններ են, ինչպես միանալ քեզ Դավիթ ջան, մի երկու բառով տեղեկացնենք մեր արձակողներին, որից հետո շարունակենք մեր զրույցը։ Սևակ ջան, ասեմ, որ սորական մահկանացու եմ, մի անգամ եթերներում իմ կոնտակտային համարը տվել եմ, նորից հիմա կտամ։ Այո, շատերը զանգում են, շատերին գուցե հետաքրքիր է։ Այո, գարս են զանգում են կամ տեսակապով կամ ֆիզիկապես հարցեր են ունենում տալիս են, ինչով կարող եմ օգնում եմ, խնդրեմ ով կկամենա այդ կոնտակտով կարող եք կապվել, ինչ վերաբերում է խմբակային հանդիպումներ ունենալուն թե ոչ, եթե ցանկացողներ կան, կարող են այդ կոնտակտով էլի կապվեն, մինչև դեկտեմբերի կես մի քիչ թող շտապեն, եթե ուզում են, իսկ ավելի մանրամասն պայմաններին կծանոթանան իմ հետ կապվելուց հետո, իսկ կոնտակտային համարս 055 73 68 06 այդ համարով կա եւ Viber, WhatsApp, Telegram կարող են զանգել, խոսել, զրուցել, պայմանավորվել։ Իսկ ավելի մանրամասները ավելի զրուցելու կամ ինձ հետ կապվելու միջոցով կիմանամ։ Այդպես։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ ջան, շնորհակալ եմ, որ հերթական անգամ նշեցիր կոնտակտային տվյալները եւ կարծում եմ հետաքրքրվողները շատ են եւ շնորհակալ եմ եւ հուսով եմ մենք բոլորս շնորհակալ կլինենք։ Դավիթ ջան, ուրեմն մի այսպիսի հարց կա, ասում են ինչի՞ց է որ երազները արտանում ենք չենք հիշում, ինչպես անել որ հիշել երազները կամել, հա, ոնց որ երազի հետ է կապված տվյալ հարցատուի հարցը, ինչն է պատճառը չհիշել երազները եւ ինչպես անել որ հիշել։ Երազները նախ սկսենք նրանից, որ բոլորն էլ երազ են տեսնում, բայց բոլորը չեն հիշում, որ իրանք երազ են տեսնում։ Աշխարհում գոյություն ունի որոշակի ստեղծված արհեստացին պայմաններ, հնարավորինս մարդուն ինքնագիտակցության հասնելու ճանապարհը չեղելու համար, որովհետև եթե բոլորը պատկերացրու ինքնաճանաչողության դաշտում լինեն, մարդկանց իշխել ուղղակի աննարին կլինի։ Դա ունի եւ լավ եւ վատ կողմերը։ Այն մարդիկ, ովքեր պետք է կամ անցնում են համապատասխան ճանապարհ, կգիտակցեն եւ ձևը կգտնեն, հա, այդ ինքնաճանաչման ճանապարհի համար։ Այդ բոլոր գործիքները նրա համար են եւ իրենց մեջ ներառում են որոշակի խնդիր առաջացնող ձևաչափեր, օրինակ, աշխատանքային ժամերի քանակը։ Պատահական չի, որ ամբողջ աշխարհում կարելի ասել 8 ժամի աշխատանքային ժամ է որոշված, որովհետեւ 8 ժամվա աշխատանքի ժամանակ եւ 8 ժամ եւ գումարած, հա, այլ հավելյալ ժամեր հիմնականում լինում են ավելի ծանրաբեռնված, բայց 8 ժամյա խոսենք, 8 ժամյա
աշխատանքը, որը մեկ ժամյա միջումով արանքում լինում է, դա այն հիմնական միջինով հաշվարկած այն ժամանակահատվածն է, որի ընթացքում մարդու ներսում առավոտյան ստացած էներգիան 80%-ի չափով, եթե ոչ ավել, ծախսվում է, եւ որ կամ 70%-ի չափով, ասեմ շատ դաժան չի, եւ մնացած 30 կամ 20%-ը մնում է այդ մարդը, որ կարողանա գոյատևի մարմինը ապրի։ Եվ եթե շատ էներգիա մնա մարդը ավելի շատ այդ էներգիան կուղի ինքնաճանաչման։ Դրա համար մարդիկ դեռ օրը չավարտված միանգամից հոգնածություն են զգում։ Էլ որ մնաց գիրք վերցնեն ձեռքները կամ փորձեն դուրս գան բնության մեջ քայլելու եւ ճանաչելու իրենց շրջապատը։ Շատ աշխատատեղեր կան, որ մինչև 12 ժամյա աշխատանք են կատարում։ Գիշեր-ցերեկ մարդիկ աշխատում են։ Հիմա ինչու եմ ես այդ ամենը ասում։ Իսկ երազները հիշելու համար պետք է էներգիա ունենա մարդ։ Եթե մենք էներգիա քամենք լինում, հա, եւ միանգամից մտնենք խորը քնի մեջ, մեր գիտակցությունը կամ միտքը կամ այդ հիշողության դաշտը ուղղակի օրեն ի վիճակի չի լինում հիշելու։ 1000-ից մեկ հիշում եմ որոշակի երազներ, որոնք շատ կոնտրաստային են, հա, շատ մեծ կարևորագույն դեր ունեն տվյալ մարդու համար եւ իրականում լիարժեքորեն էլի չեն հիշում։ Մարդկանց թվում է թե հիշում են, բայց մեծ մասամբ լիարժեքորեն չեն հիշում, որովհետեւ վերարտադրելու ժամանակ սկսում են արդեն մտածել, արդյոք այսպես էր թե ոնց էր։ Չենք հիշում, որովհետեւ ուղղակի չենք կարողանում պահել մեր ներսի էներգիան։ Դրա համար կան ձևեր, որոշակի փոքրիկ գործողություններ, որի շնորհիվ կարելի է վերականգնել երազները տեսնելու կամ հիշելու ունակություն։ Այդ որ խմբերից հարցրեցիր կամ անհատական հանդիպումների ժամանակ այդ հարցերի պատասխանները շատ անգամ ստանում են մարդիկ, բայց ոչ եթերում։ Ինչ վերաբերում է երազների հիշելու կամ չհիշելու, բայց երազները հնարավորինս հիշելը շատ կարևոր է։ Մարդիկ կան, որ եւ աշխատում են եւ լավ էլ երազները տեսնում ու հիշում են։ Ինչ եմ սա ասում, որտեղ հիմա շատ տեսելուց հետո մարդիկ կլինեն, որ գրառումներ կանեն, բայց իմ մոտ շատ աշխատանք կա, ես երազների հիշում եմ կամ հակառակ գրառումներ կանեն։ Դա միայն ուրախալի է։ Դա նշանակում է, որ տվյալ մարդը շատ ավելի շատ էներգիայի կրող է եւ իր էներգիան չի սպառվում։ Դրա համար կարողանում է հիշել։ Բայց այդտեղ կա նաեւ մի այլ կարեւորություն, որ իր էներգիան բավականացնում է այդ երազի հիշելու համար, բայց ոչ ավելի մեծ աճ գրանցելու համար։ Եթե հնարավորությունը կա նաեւ այդ ամենը անելու համար, երանելի է, բայց հիմնականում չի լինում, դժվար է լինում։ Ընդհանրապես նման գործիքները շատ են օգտագործված խորհրդանիշների միջոցով սկսենք, վերջացնենք նույն այդ աշխատանքային ժամերով։ Շատ բաներ կան, որ մեր կյանքում մենք համաձայնվել ենք եւ մեր կյանքում օգտագործում ենք, հետո սկսում ենք դժգոհել կամ մտածել ինչու մեր մոտ չի ստացվում։ Մենք առավոտ շուտ վեր ենք կենում հիասթափված, արդեն հոգնած, արդեն էներգիա, հենց արթնանալուց մեծ էներգիա ենք կորցնում ու միանգամից հոգնածություն զգալով, որոնք ամեն ինչի իրենց պատճառները ունեն, գնում ենք գործի աշխատանք տեղում առանց տրամադրության, որովհետև անդադ կրկնվում է այդ ամենը։ Նույն անտրամադրությամբ հետ ենք գալիս տուն, ընտանիքում ոչ երեխայի հետ ենք շփվում, ոչ կնոջ, ոչ ամուսնու, նայած դիմացինը ինձ ներկայացուցիչ է, մի խոսքով։ Եվ դրա պատճառներից մեկը լինում է նաև ընտանիքների անկայունությունը, բաժանումը եւ նմանատիպ ցավալի դեպքեր։ Երազները երազ, բայց նաև այդ գործիքները օգնում են, որ ընտանիքներում էլ անկայունություն տեղի ունենա։ Այնպես որ ամեն մի քայլ մեզանից է կախված, մենք ինչքանով կկարողանանք ճիշտ կառավարել թե մեր աշխատանքի ժամերը եւ կկարողանանք հիշել երազներ իրենց խորհուրդներով, որովհետեւ այդ երազները կարող է մեզ շատ կարևոր բան են հուշում։ Միանշանակ համաձայն եմ Դավիթ ջան, երախտագետ եմ
հարցին պատասխանելու համար բովանդակալից եւ մի հատ էլ ցած հետաքրքիր հարց կա, արդյոք կարելի է նշել Հելոուինը, հա, Հելոուինի համար են հարցրել, հայրը արդյոք պետք է նշեն Հելոուինը եւ ինչ տոն է եւ որքանով ճիշտ կլինի որ հայրը նշեն ու ճիշտ ու սխալի նորից եմ ասում, ինչպես ու կասեիր հարցը չի, նու Հելոուինը ասում են թե իբր մեր մոտ ոնց որ տրնդեզն է, իրանց մոտ էլ Հելոուինն է, որ Անգլիայից է եկել, իրանք էլ իրենց տունը մաքրում են, ոնց որ ասած ուբորկա, անում են, նույնձև դդումն են այդպես մաքրում եւ մեջը կրակ են վառում, իբրև մաքրող խորհրդանիշ եւ դնում են դրան դեմը, որը խորհրդանիշում այդ մաքրությունը եւ այդ հինը բոլոր այդ հնից իրենք ազատվում են։ Ինչ վատ բան է, որ ասում եք հայրն էլ թող նշեն, մենք էլ թող նշենք, ինչի եք տարբերություն դնում մարդկանց միջև, չէ՞ որ արարչի տեսանկյունից բոլորս մեկ ենք, բոլորս հավասար ենք, նույն մարդն ենք, մի ընտանիք ենք եւ այլն, ինչի չնշենք, հա։ Կուզեի մի փոքր էլ սրա մասին խոսենք, քո դիրքորոշումը ինչպիսին է այդ առիթով, Դավիթ ջան, Հելոուինի հետ կապված։ Եթե ինձ ես հարցնում կամ ինձ է հարցուկված, ուղիղ պատասխան եմ, դա մեր հետ կապ չունեցող ծիսակատարություն է, տոն է եւ չարժի նշել։ Ոչ նրա համար վատն է կամ լավ, դա մերը չի։ Ինչ վերաբերում է ինչու մերը չի կամ մերն ու մյուսին է, որն է, նույնն ի պատասխան են հարցին, որ բոլորս արարչական, հա, դաշտի ներկայացում, այո, բայց ամեն մարդ, ամեն ազգ, եթե արդեն ազգերի ենք բաժանված, տարբեր լեզուների կրող ենք, արդեն տեղի գոյություն ունի իմն ու քոնը եւ տարբեր տարածաշրջանների վրա ենք ապրում եւ ամեն տարածաշրջան ունի իր էներգիան, իր հովանավոր աստվածները, հրեշտակները, պապան ուժերը եւ այլ, հա, որոնց համապատասխանել տվյալ ազգի մեջ շատ հնուց եկած, ակունքից եկած, հա, որոշակի ծիսակատարություններ, աստվածների կանչի, կոչի, ոգեշնչման process-ներ, հա, տեղի են ունեցել ծեսերի միջոցով, այնպես որ ամեն տարածաշրջան ունենալով Իրանը պետք է պահպանի Իրանը։ Հելոուինը այդքան շատ հին ծես չի, ինչքան օրինակ նույն մեր ծեսերը, որը չարժի նախ Հելոուինը խառնել տրնդեզի հետ, ընդհանրապես կապ չունի, տրնդեզի մասին շատ մանրամասն չեմ խոսելու, որովհետև այս ձևաչափի մեջ խոսելու բան չի, բայց դժբախտաբար ասեմ, որ նույնիսկ լսելով շատ հայագետների, շատ սիրուն ներկայացնում են նույն տրնդեզի ծեսը, ոնց որ փոխանցվել է մեզ մի քանի 100 տարի, բայց ակունքի մասին դեռ չեմ լսել, որ ինչ-որ մեկը ճանաչում է եւ խոսում է։ Դժբախտաբար եմ ասում, բայց տրնդեզի տոնը լրիվ սխալ ընկալումով է արվում, ինչ արած, ինչի չեմ խոսի, ասեմ, որովհետև կարիք չունեմ առաջին հերթին կոտրելու որոշ սովորություններ եւ դա մի քիչ շատ կարող է դժվար ընկալի լինի, դրա համար այս պահին եւ ամենքի համար չի կարծում, դրա համար չեմ խոսի, բայց կապել տրնդեզի միջոցառումը կասեմ, հա, ծիսակատարությունը կամ Հելոուինի հետ ընդհանրապես նման չեն, ընդհանրապես մոտ չեն։ Ինչ վերաբերում է դդումի, մենք ունենք դդմի կերակուր ղափ համակոչվածը, որը գուցե տրնդեզի օրը էփել են որպես ծիսական կերակուր, եթե փորձում են կապեն այդ Հելոուինի դդումը մեր ղափ համայի հետ, կարող են կապել այնքանով, որքանով երկուսն էլ դդում են, բայց տարբեր process-ներ են, նույն Հելոուինի դդմի վրա կերպարա փորագրվում, որը այդքան էլ լուսավոր կերպար չի, ինչքան էլ իր ներսում լույս է պարունակում, լույս են չէ, ճրագ են վառում, համենայն դեպս Հելոուինի ծիսակատարություն կլինի, տոնակատարություն կլինի, թե ինչ, ինքն իր հիմքում ընկած է որոշակի բացասական ուժերի կամ քշելու կամ այդ ուժերից պաշտպանվելու հետ կապված տոնակատարություն է, որի պատճառով իբրև մարդիկ
դե դիվային ուժերի կերպարներով հագուստներ են փորձել հագնեն, որ այսպես մտածել Ախացնեն սատան։ ոչ թե վախացնեն, այլ այդ դիվային ուժերը, որ այդ օրը գալիս են որոշակի գործողություններ կատարելու, մարդիկ այդ դիվային ուժերին խաբելու ձև են գտել եւ իրենց ստանալով դիվային ուժերի կերպարներ, դիվային ուժերը չեն նկատել, որ սորական մարդիկ են եւ կարան իրենց գործ մտածել են, որ իրանց ոնց որ իրանց ցոնքից են, հա, եւ հիմքում ընկած է նմանատիպ բան, բայց դա դարձել է հիմա 21-րդ դարում հասել է ուրախ ինչ որ տոնի, ուրախ իր մեջ սարսափ պարունակող, ասեմ ամեն տարի երևի Հելոյինի ժամանակ տասնյակ մարդիկ են մահանում հենց այդ նույն ստրեսից, որովհետև չավոր սարսափելի կերպարների դիմակներ են մարդիկ կարում հագնում, ինչ որ վախ են ներշնչում դիմացինին, որի պատճառով ստրեսի են ենթարկում։ Հելոյինը կարելի է մի քիչ կապել, մի քիչ նմանացնել մեր ջանգյուլյումի տոնի հետ, զուտ են առումով, որովհետև այդ սարսափի կերպարների միջոցով, ոնց որ մեր ջանգյուլյում ժամանակ, որ դրամական կամ կերակրի, հա, մրգերի, բանջարեղենների տեսքով ինչ որ բաներ էին հավաքում, հետո գնում էին մի դաշտում նստում, ուտում, խմում, հա, երեխաները հատկապես ուրախանում էին, Հելոյինի ժամանակ էլ նմանատիպ որոշակի բաներ են հավաքում, գնում ինչ-որ միտեղ մի օր ուրախանում են, իբրև մեզ Բայց սպառնալիքով, գոնե մեր մոտ երկելով ենք, հա, բայց հայլային վախացնելով։ այո, հայլային տարբերություն կա մեր մոտ հարսանեկան ծեսի ներկայացումը, կարելի ասել, այսինքն ընտանիքի բազմացման, երեխաները հարսի շոր, քող են գցում, հարս ու փեսա այնտեղ ազգականների են բաժանվում եւ տնետուն երգելով, լուսավոր երգեր երգելով հավաքում են այդ ամեն բարիքները, որ հետո կվայելեն եւ դա նաեւ դասիրակչական բան ունի, որ փոքր ժամանակվանից աղջիկը զգում է, որ ինքը պետք է կին դառնա, ոնց որ փոքրիկ միջոցառում է, բեմադրություն է ապագայի համար, իսկ տղան որ փեսա պետքա դառնա, տղամարդ պետքա դառնա, փոքրիկ նախապատրաստական միջոցառման պես մի բան է, իր ավելի խորքային իմաստներով, իսկ Հելոյինը սարսափ, չեմ ասում, այդ սարսափի կամ սխալ քայլերի միջոցով հրդեհներ է լինում, եսիմ ինչերը տեղի ունենում եւ մարդիկ առնվազն ստրեսի, իսկ ստրեսը շատ հիվանդությունների հիմքում է ընկած։ Ուզում եք Հելոյին արեք, բայց ձեր ընտանիքում արեք, որ դրսում ոչ մեկին վնաս չտաք, բայց դա մերը չի։ Ոչ ճիշտ էներգիաների ակտիվացման Ավելի զարմանում եմ հարց բարձրացնողի վրա, խնդրում եմ վիրավորանք անկած չընկալեք, բայց կարելի է փոխարենը հարց տալ, օրինակ, ինչպես կարելի է մեր ծեսերից անել կամ ում կարելի է դիմել մեր ծեսերի մասին իմանալ, հա, օրինակ Հասմիկ Բաղրամյանը հրաշալի ազգագրագետ, ծեսերի հրաշալի գիտակ, ծանոթացեք եթերներից, գնացեք ֆիզիկապես ծանոթացեք, ներկա եղեք հրաշալի ձևով ծեսերը անում են շատ-շատերը կան մեր ծեսերը հիմա փորձում են վերածնունդ բերեն ապրեցնեն, բայց դրա կողքին օտարամուտ Հելոյին կամ ուրիշ տոնակատարություններ ենք մտցնում եւ դա արհեստական ձևով մտած բան է, որովհետեւ կա գլոբալիստական, հա, գաղափարախոսություն, որը այս ժամանակաշրջանում փորձում է գլուխ բարձրացրած լինել եւ որոշակի սահմանափակ կամ կոնսերվատիվ, ոչ հայերեն բառով ասած, երկրներում, որոնցից ներկայացուցիչներից մեկը նաեւ մենք ենք, այն երկրները դա վատ բան չի, ինչ որ միտեղ կոնսերվատիվ առումով, որտեղ այն երկրների մասին է խոսքը, որոնք իրենց ծեսերի, իրենց սովորությունների շնորհիվ են գնացել միշտ առաջ եւ չեն զուրվել ընդհանրությանը, պահել են իրենց տեսակը, դրա պատճառով փակ են մնացել միշտ, այսինքն նույն Բաբելոնի աշտարակի գաղափար, հա, Բաբելոնի աշտարակը կառուցելու շնորհիվ փակվել են ներսում, որ չձուրվեն եւ իրենց անունը պահեն, ոնց որ Բաբելոնի աշտարակը եւ գլոբալիստական նույն գաղափարախոսությունը ուզում է խառնելով լեզուները, այսինքն մարդկանց բաժանելով, խառնելով ծիսակատարությունները,
այնպես անի, որպեսզի այդ ներսում գտնվածները արդեն իրար չճանաչեն, մեկը հարց տա կամ ասի հլոյինը լավ տոն է, մյուսը ասի լավը չի եւ նույնիսկ բախում կստեղծվի։ Եթե մենք մերը չպահպանենք, մեր տեսակ ուղղակի կկորի, կձուլվի։ Ինչքանով ենք մենք համամիտ ձուլվելու, ընդհանրությանը կորցնելու հայ տեսակը կամ մեր լեզուն կամ սովորույթները։ Սովորույթները միայն նույն լեզվի եւ մշակույթի պահպանության հիմքում են ընկած, եւ տեսակն է ազգի տեսակի արմատներն են այդ ամենը։ Դարմատները կտրեցինք, ուղղակի կկորի այդ ազգը։ Օտար տոները ընդհանրապես կարելի է տոնել ըստ իս տվյալ տարածաշրջանում, եթե ուզում եք գնացեք տոնեք, կամ էլ տոնեք ձեր ընտանիքներում, եթե իմ կարծիքն եք հարցնում, եւ թող հանրային դաշտ չմտնի, չխառնենք ամեն ինչ իրար, որովհետեւ խառնելու միջոցով երբ մաքուր ջրին խառնում ես մի ցանկացած բան, ինքը կորցնում է իր ջուր լինելու ֆունկցիան, կարող է վերածվի հյութի, կարող է վերածվի այլ բանի, բայց ինքը էլ ջուր չի։ Եկեք մեր հայկական մաքուր ջուրը պահենք որպես այդպիսին։ Եթե չենք ճանաչում, ճանաչենք։ Մենք այնքան տոնակատարություններ ունենք, որ այդքանը, եթե կարողանանք ճանաչել, մի քանի կյանք է հարկավոր։ Էլուր մնաց ուրախանալ ենք ուզում, ուրախ տոները շատ ունենք, կարելի է ճանաչել։ Մեր ամեն մի ծիսակատարությունն ու ամեն մի տոնն է շատ ուրախ։ Դա այդպես եւ հիշեցի նաեւ այս թեմայի հետ միասին ուզում եմ խոսել մի փոքրիկ նաեւ այն հարցի շուրջ, որ երկու հանդիպում առաջ շատ էին հարցեր գրել նույն հեշտակների հետ կապված, մի փոքրիկ խոսեցինք, բայց ոնց հասկացա շատերն էր հենց այդ հանդիպման ժամանակ այդ հարցերը ուզել։ Մի կարճ, մի քանի նախադասությամբ էլի հեշտակներին անդրադառնամ, ինչի համար Հելոյինից հետո մի անգամից, որովհետև թե այդ բացասական դիվային ուժերը նրանք էլ հեշտակների տեսակներ են, էլի որոշակի աստվածային էակներ են, իրանց դերի մեջ, իրանց գործունեության մեջ։ Դրա համար հիշեցի հեշտակ գաղափարի մասին, երբ հարցադրումներ կար, եւ հարցերը հիմնական նրան էին ուղղված, որ մարդիկ հարցնում էին, արդյոք հեշտակներ կան, գոյություն ունեն, թե իրանք հորինված են եւ այլն, մենք մի փոքր փորձեցինք անդրադառնալ եւ ցանկություն ունեցա ավելի դիպուկ ներկայացնել հեշտակների զգալու, տեսնելու կամ ճանաչելու, ճանապարհը եւ այդ ճանապարհը նաեւ որ մենք ամեն մեկս պետք է փորձենք ճանաչել, տեսնել մեր ընտանիքներում ծնված փոքրիկ երեխաներին։ Այն ժամանակ զրույցի ընթացքում արագ դարձանք, հետո հիշեցի, որ ամենադիպուկ հրեշտակների շփվելու միջոցի մասին չեմ խոսել։ Իսկ հրեշտակներին տեսնել, ֆիզիկապես տեսնել, կարելի է միայն իրոք գիտակցաբար ընկալել այդ փոքրիկ երեխաների ծնունդը եւ ներկայությունը մեր ընտանիքներում կամ ընկերոջ կամ հարազատի ընտանիքում, տեսնել եւ զգալ ու գիտակցել այն, որ մենք ինքներս եւս անցել ենք այդ этаպը, շփվել ենք նույն հեշտակային էակների հետ եւ ինքներս ունեցել ենք մեր ներսում այդ էակներին եւ այդ էակները ամենուր նորածին երեխաների միջև 3 տարեկան հատկապես տարիք ունեցող երեխաների հետ են ամենուր եւ ավելի ընկալելու համար եթե կհիշեք փոքրիկ երեխաները երբ որ աջուձախ որոշակի տեղեր են նայում եւ ժպիտ են բերում իրաց դեմքին բոլոր զարմանում են տեսնես ուր են նայում իրանք նայում են հենց այդ էակներին եւ առհասարակ հեշտակ գաղափարը բառը ինքը հայերեն լինելով հանդերձ հայերեն այլ բառ ունի որ կոչվում է զվարթոնք զվարթնոց տաճարը որը համարվում է հրեշտակների տուն հենց այդ պատճառով է կոչվում զվարթնոց որովհետև
նույնիսկ նկարներում, երբ որ պատկերված են ժպիտը դեմքին փոքրիկ երեխաների տեսքով հրեշտակային այդ կերպարները, դրանք պատահական չեն, պատկերված տեսիլքների կամ երազների միջոցով եկած պատկերներն են փորձել վերարտադրել, համենայն դեպս հրեշտակ կամ զվարթոնք նշանակում է զվարթություն, ուրախություն, ժպիտ, որը այդ երեխաների միջոցով է կամ մենք որ փոքրիկ ենք եղել, մեր միջոցով էլ հաղորդվել է ներկա մարդկանց։ Ամենաառաջնային հրեշտակային կամ այդ աստվածների, այդ աստվածային ուժերի ներկայությունը հենց նորածինների միջոցով է լինում։ Ընդունեք իրանց, ոնց որ Հիսուսի խոսքը հիշեցնեմ, Հիսուսը ասում է. «Երանի կլինեն նրանք, ովքեր կընդունեն երեխաներին եւ կնմանվեն երեխաների պես կլինեն», այսինքն ինչ ասել կուզի, որ երեխայի պես գիտակից տարիքում, բայց երեխայի պես այդ զվարթությունը ձեր ներսում կլինի։ Դա որպես գործիք ասեցի, որը փոխանցվում է հենց երեխաների միջոցով, ընդհանրապես վարակվել երեխաներից եւ հետ վերադառնալ դեպի որոշակի առումով մանկության այդ երանելի վիճակները, բայց արդեն գիտակցաբար, որովհետև ինչպես դրախտին հասնում են դժոխքի միջոցով, մենք դրախտին ծնվում ենք, հետո մտնելով մտքի դաշտ, ավելի նյութական դաշտ հասունության մեջ, հետո հասնում են գիտակցական տարիք եւ պետք է սկսենք գիտակցել, որ վերջի վերջո պետք է այս ամեն հարցերը լուծելուց հետո վերադառնալ այն նույն ազնիվ մաքուր շրջանը, որը մեզ անդադ փոխանցում են երեխաները, այդ հրեշտակներն ու հրեշտակային էակները։ Սա էլ հրեշտակների մասով, իրոք հրեշտակները մեզ ամենաառաջին հերթին երևում են նորածին այդ փոքրիկ ժամանակ եւ մենք նաեւ տեսնում ենք իրանց ներկայությունը մեր փոքրիկ երեխաների միջոցով, որոնցից կարելի ուղղակի սովորել։ Եթե ուզում եք տեսնել հրեշտակներ, նայեք ձեր փոքրիկներին։ Ապրես Դավիթ ջան, համաձայն եմ ասածների հետ, շատ ճիշտ այդ պահը նկատել ես, այո, հենց երեխան հենց ինքը իրանով հենց այդ զվարթությունն, այդ ուրախությունն, այդ բերկրանքն է, հենց այդ լույսն է, որ վերում է եւ հենց Արարիչը նրանց միջոցով մեզ հաղորդակից է դարձնում այդ էակների հետ։ Իսկ ինչ վերաբերում է Հելույնի եւ կրկին մի փոքրիկ լրացում, ճիշտ նշեցիր, որ դեմ չեմ, հա, ասենք ասում ենք բոլորս առարչական էակներ, բայց այստեղ մի կարևոր փաստ եւս գիտությունը բարձել է, որ նույնիսկ այն մրգերը, որոնք այստեղ չեն աճում եւ աճում են օտար երկրներում, ուտելով այստեղի գտնվող բնակիչը նրա վրա կարող է եւ լավ չանադառնալ, որտեղ նրա օրգանիզմը ծանոթ չի եւ չի ընդունում տվյալ մրգի տեսակը եւ ամեն օրգանիզմ սովորա իր երկրի ռելիեֆին, հողին ու ջրի տված բերքին ու բարիքին եւ պատահական չի, որ շատ բաներ այնտեղ այստեղ չեն աճում, շատ բաներ այստեղից որ տանենք այնտեղ չեն աճելու եւ չեն տալու այդ արդյունքը։ Ուղղակի ցավոք կան մարդիկ ասում են, դե ոնց մտածես դες կաշխատի, քվանտային իրականություն է, մտքի ուժով կարա սենց անես, կարա սենց անես։ Ոչ, եկեք արարչից դուրս արարչություններ ինքնագլուխ չանենք եւ մի հատ լավ ռեալ ճանաչենք համակարգը, ինչ հետ գործ ունենք եւ պետք չի հակառակ հակոթյա ընթանալ արարչությանը կամ ասել դե լավ մեր ձեռքն է, մենք արարիչենք ոնց ուզենք շուռ կտանք, եթե դուք ճանաչեք իրականում այդ ռեալությունը, դուք չեք էլ ուզի իրան փոխեք, չեք ուզի ձեռք տալ, այլ կուզեք ճանաչեք եւ կտեսնեք, որ նա իդեալական է պատրաստված հենց մեզ համար, բոլորիս համար եւ կարիք չկա դրան շուռ ու մուռ տալու։ Ուղղակի մարդկանց մի որոշ մաս արդեն այդ իրականությունն է, դե քանի որ մտքի ուժով ոնց ուզես, ոնց համոզված լինես այդպես կաշխատի, դե այստեղ մի տեսակ թերի է լինում էլի բացատրությունը։ Իհարկե համաձայն եմ, որ կա նման բան, մարդու միտքը զորավոր է եւ դու այո որոշակի էներգիաներով կարող ես աշխատել եւ ընդունել եւ վանել իրանց, բայց ամեն ինչ վերցնել եւ շուռ մուռ տալ ու ասել դե ես ոնց ուզեմ, դե խնդիր չկա, արեք, բայց եկեք այնպես անենք, որ իլյուզիաների մեջ չհայտնվենք, որտեղ իլյուզիան էլ քեզ համար
ռեալություն, կեղծ ռեալություն ստեղծումը, ինչպես 3D ակնոցները, հա, կամ 7D ակնոցները, որ դնում ես, քեզ թվում է դու այդ իրականության մեջ ես, այնտեղի գործողությունների, բայց երբ որ հանում ես ու տեսնում ես դու այնտեղ չէիր, ուղղակի դու քեզ հիպնոսելով տարել ես այնտեղ, որը քո իրականությունը չի։ Սրա մասին է խոսքը, ես որ կուզեի, որ մի փոքր դրա մասին մտածենք։ Մարդկության ամենամեծ խնդիրներից մեկը նա է, որ հենց իր առջև դրած կամ իր ներսի եղածը ճանաչելու փոխարեն փորձում է ճանաչել ամեն ինչը, ամբողջ աշխարհը իր ներսից բացի, այդ մի փոքրիկ բանից բացի։ Շատ հետաքրքիր մի օրինակ կա, շատ հումորային նույնիսկ, բայց իրականության մասին է խոսքը։ Հայ ժողովուրդը, հատկապես մենք հայերս ունենք այդ ունիկալությունը, եւ դա իր պատճառները ունի, բայց պատճառները կողքի դնելով այս օրինակը բերեմ։ Օրինակ հյութերի բնական, այսպես ասած, հյութերի արտադրության մեջ ամբողջ աշխարհում վաճառվում է ամենաշատը խնձորի հյութը, օրինակ հայկական, հա, հյութերից օրինակ բերեմ նռան հյութը կամ մասուրի հյութը, կոնկրետ բաներ, իսկ մենք հայերով հիմնականում առնում ենք այն հյութերը, որոնց մեջ տարբեր համեր կան, մուլտի են կոչվում, չէ, իրանք տարբեր մրգերի համերով, այսինքն ամեն ինչ միանգամից ու մի տեղում։ Մենք նույն աշխարհաճանաչողության դաշտում ենք այդպես, մեր ներսի թողած այդ միակ գանձը ճանաչելով, որի շուրջը ամբողջ է հյուսված, մենք դրսում ամեն ինչը ուզում ենք վերցնենք միանգամից ու նույն տեղում ունենանք այդ ամեն ինչը։ Դա ուղղակի խառնաշփոթի է բերում։ Միտքը իհարկե, միտքը մեծ գործիք է, այնքան մեծ, որ ինքը կարողանում է կառավարի մարմինը, կառավարի նյութական աշխարհը ամեն մեկի շրջապատող եւ այնքան մեծ ուժ ունի, որ գիտակցությանը փորձում է բարի թմբիրի մեջ։ Մենք գործում ենք շատ մեծ ուժի հետ։ Իհարկե ինքը շատ հզոր բան է, եթե կարող ես տիրել մտքին, դու շատ բան կփոխես քո կյանքում, բայց պետք է առաջին հերթին ճանաչել ինչա միտքը, ինչի համար ես դու ուզում դա անես, նոր ինչ որ բան կարողանաս անել։ Մենք միանգամից ենք ուզում ամեն ինչին հասնենք ու ամեն ինչ անենք։ Դա այդ ամեն էլի պատճառներ ունի, իր կուտակումների պատճառն է, որտեղ կուտակումներ ա եղել եւ ամեն կյանքում չի, որ նմանատիպ ինֆորմացիաների շատ մեծ քանակի ենք հանդիպել եւ հանդիպելով հանդերձ զգում ենք, որ մեր ներսում կուտակումներ կան եւ ուզում ենք այդ կուտակումները շատ արագ հանենք դուրս, բայց այդպես կարող վնասենք մեզ։ Դա նման է, որ մեկը վիրավորված լինի, փամփուշտ լինի իր ներսում մտած, հա, գոնե փորձի արունարությունը դանդաղորեն կասեցնել, միջև կհասնի համապատասխան մասնագետի, փորձի փոր փրելով, ամբողջ օրգանիզմը քանդելով, այդ փամփուշտը չի լինի այդպես, ինքը առնվազն ինքնասպանությամբ կզբաղվի։ Ամեն ինչ պետք է հերթականությամբ գնալ առաջ։ Այդպես Սևակ ջան, խնդիրը նորմալ է։ Վերջի ամեն մարդ ինքը անհատորեն պետք է որոշի, որ ճանապարհով պետք է գնա։ Եվ այնքան պետք է սխալվի, մինչև կգտնի։ Երան որ շատ սխալվելու ժամանակ շատ չվնասվի։ Որովհետև գիտակից մարդը պետք է ընդհանրապես սովորի իր իսկ սխալների վրա եւ հաջորդ անգամ նույն սխալը աշխատի չանի։ Համամիտ եմ։ Իսկ այս դեպքում որքան էլ դու մտքով համոզված լինես, բայց վերցնես հոսանքը հակառակ միացնես, դու լույս ես ունենալու, նա տալու է այդ կարոտքի աստվածը, հա, կարճ միացում։ Միևնույնն է, ինչքան ուզում ես ասել, իմ համոզմունքը, դե թաց դեռերով գնա երրաֆաս հոսանքից բռնի քո։ Դե հիմա թող լինի, թող մարդիկ փորձեն։ Կամ մի մատով արևը փակի հայտ, բայց դու չես տնա, բայց ոչ եղավ իրականում դու փակեցիր արևը մի մատով։ Ընդհանրապես դու քեզ հայտնաբերեցիր իլյուզիայի մեջ, գեղեցիկի դաշտ գցեցիր, որը վնասելու է քեզ։ Քրիստոնյաներին թվում է, քրիստոնյաները գնում են քրիստոնեության ճանապարհով, մուսուլմանները գնում են Մուհամեդի ճանապարհով, բուդդիստները Բուդդայի ցույց տված ուղղությամբ, կրիշնայիստները Կրիշնայի,
բայց բոլորի հիմքում է ճանաչողությունն է անկած։ Ինչքան էլ որ իրար միս են ուտում շատ անգամ։ Այո, Եթե գիտակցեն, կհասկանան, որ բոլորը հիմնական կրոնական դաշտում, եթե նայենք, բոլորը այն կույրերի առակի կույրերի դերում են հայտնված, որ մեկը փղի փոշն է շոշափում, մեկը ոտը, մեկը կնճիթը, ամեն մեկը իրենց կարծիքն են հայտնում, բայց Երանին նրան, որ կտեսնի կողքից ու կհասկանա, որ այդ բոլորը շոշափում են մի փղի մարմին եւ իրանց ասած պատկերացած գերանը կամ պարանը, որը ոչ շոշափելուց են զգում կամ կնճիթը կամ մի այլ հատված, այդ բոլորը պատկանում է մի մարմնի, մի փղի, այսինքն մի տիեզերքի։ Ընդհանրապես պետք է փորձել տեսնող լինել, կույրից վերածվել տեսնողի։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, այո, երբեք քո համոզմունքներով եւ հավատալիքներով չես կարող արևի ունը փոխել, արև այստեղից է դուրս գալիս, այնտեղ է մայն մտնում, չի կարա լինի հակառակ այստեղից են այնտեղ մտնի, ինչքան է դու ասես, իմ համոզմունքների մեջ տենց եմ ուզում, կամ իմ մտքով ես տենց եմ ուզում։ Չէ, դու քեզ կխաբես, բայց միևնույնն է աշխարհը եւ արարչությունը ունի իր ռիթմը եւ լավ է ճանաչել ու գնալ այդ հոսքով։ Թույլ տալ, որ արարիչը հոսի քո մեջ, քո միջոցով։ Շնորհակալ եմ շատ բովանդակային գեղեցիկ այս եթերի համար Դավիթ ջան, հուսով եմ մեր դիտորդները իրենց բավարարված կզգան հարցերի նաև տեսակետից եւ շնորհակալ եմ կրկին, որ անդրադարձար քո կոնտակտային տվյալները հերթական անգամ հնչեցնելով, որտեղ հարցնողներ կային, հուսով եմ կմտապահեն, ինչպես որ թիվը նշեցիր, կարող ես նաև հաղորդման տակ էլ ներկայացնենք համարը եւ քո հեռախոսի համարը, եթե ինքդ կցանկանաս, Դավիթ ջան, ովքեր որ կցանկանան կկապվեն։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր, հուսով եմ կրկին առիթներ կունենանք, կհանդիպենք ավելի կարևոր եւ լավ թեմաներով։ Դավիթ ջան, թող մեր հասարակությունը լինի արթուն, հզոր կամքով եւ պայծառ մտքով եւ լինի ակտիվ իր հարցերի մեջ, որի սահմաններում, եթե մենք զգանք կարևոր եւ անհրաժեշտ է խոսենք մեր եթերների ժամանակ, որն էլ չէ, մենք մեր կողմից ինչ որ հասկանում ենք պետք է անենք, մենք մեր գործն ենք։ Երախտագետ եմ, շնորհակալ։ Մինչ հանդիպում երևի, հա։ Մինչ հանդիպում, ցտեսություն։ Հաջողություն։ Եվ մեզ ուծես։